Սրանք տեսնես քանի սաման։ Սրանցից կա, բայց մեծն է ուզում։ Մասլայի թողերը տենց մեծ է երևում։ 2100 մեծը։ Տեսնես իրար հետ է, թե առանձին է։ Չգիտեմ, բայց սիրուն է, բայց չեմ ուզում։ Այս էլ ուրիշ գույն է, աչքի չէ, երևի առանձին է, որ սես դրել են։ Սիրուն է, չէ, բայց։ Ես էլ է սիրուն, բայց սենց հրավերի սիրուն է։ Աստեղ էլ արդեն ոսկեզոց։ Հա, ընդեղ էլ ոնց է կատողանից։ Աստեղ էլ ամաններ է տարբեր ձևի, արի ենենց գնամ։ Հա, աստեղ էլ ապսեներ է։ Հա, ասարակ ապսեներ է։ Պակոց, գոմնել։ Սել է սիրում մոմակալ է, ես մոմակալների հիվանդություն ունեմ, շատ եմ սիրում մոմակալ, սիրուն է չէ մոմակալները, ես մոմակալ շատ եմ սիրում, աստեղ էլ մրգի ամաններ են, ես սրանցից ունեմ մեծն է. Ոնց այս տարի էի բերել, գրածա ձերք չտալ։ Այստեղ ամանատորթի համար, այստեղ էլ ապսեներ են, բայց երևելի ոչինչ չկա, ոնց որ ամեն օրվա օգտագործվող ապսեներ։ Բարի օր սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես շատ լավ եմ։ Ժողովուրդ ջան, դուրս ենք եկել մամայիս հետ, այս կողմերում Էրեբունու կողմերն ենք, կողմերում գործ ունեինք անելու, վերջացրեցինք, հիմա սպասում քրոջս երեխուն եկել այստեղ տղային պարապմունքի, որ միասին գնանք տուն։ Ազատ ժամ ունեինք ու մտանք տեսակ, մտել ենք ինչ-որ մի խանութ, տնտեսական խանութ իհարկե, մի քանի կադրեր նկարելուց հետո ասացին, որ չի կարելի նկարել, ասեմ պատճառը էլ, ասենք ինչն է լինում, կոտրվում ապրանքները, թե չգիտեմ, աշկով են տալիս ձեր ապրանքներին, մի խոսքով մեզ ասացին, ես ջղայնացա ու դուրս եկա, մտածում որ մի բան կարող է այդտեղից գնեմ գտնենք, որ այդպես ասեցին, ես էլ ջղայնացա ու դուրս եկա խանութից։ Խոսքով եկել ենք այստեղ սպասելու համար, ես շատ շուտվանից այս կողմերը չեմ եկել։ Էրեբունու շուկայի այգին, հիմա ցույց տամ, այստեղ սիրուն սարքել են, հեսա ձեզ հետ է կիսվեմ։ Սակա ես են սիրուն, ես չգիտեմ, ես լողավազանի շատրվանները, լողավազանի մեջ կարելի է լողանալ, թե չէ, բայց երեխեքը տերնունը լողանում են, այս են շատ սիրուն սարքել են, այն ժամանակ իմ հիշելով այստեղ շինարարություններ գնում, մի խոսքով այս վիճակը չէ, ահագին տարի է, ճիշտ է սարքել են, ես էլ ահագին տարի է այստեղ չեմ եղել։ Այս են սիրուն, ասում են, իմ հիշելով ասում են Էրեբունու սադ, այստեղ ապրողները, այս Էրեբունու կողմերը կիմանան, այստեղ երեխաները լողանում են, Խոսայգին բացված է հայրենական մեծ պատերազմում, այստեղ հուշարձան է դրված, տարած հաղթանակի 40-ամյակի օրը, բայց բավականին տարիներ, այստեղ քարուքանդ վիճակ էր, հիմա այս են սիրուն, սարքել են, հիմա ճիշտ է, այս պահին մի փոքր արև է, բայց հով արդեն լինի, չնայած հով նստարաններ կա ստվերում գտնվող, որ արդեն մի փոքր հովը ընկնի, ավելի հաճելի է այստեղ կլինի, չեմ ուզում շատ երեխաներին նկարեմ, որովհետև գիտեք չի կարելի, աղբամաններով, նստարաններով, Էրեբունու շրջանն է գրված է Էրեբունի։ Այստեղ էլ հուշարձան է կառուցվել, գրված է արցախյան
Ազատամարտի Էրեբունու զոհերի հիշատակին ու այստեղ անուններն ամ մեկ առ մեկ երևի այն մարդիկ ովքեր Էրեբունու շրջանից են միշտ հիշում ենք եւ շնորհակալ ենք իրենց այսօրվա մեր խաղաղ օրվա համար այլ անցնենք առաջ փոքր պարկա այգին, զբոսայգին, բայց բավականին մաքուր ու շատ հաճելի է։ Կոկիկ է շատ, այնտեղ պոպկորն, այնտեղ բիսեդկա է, մի փոքր մեծահասակները նարդի են խաղում։ Այստեղ պոպկորն են վաճառում, ծառուղիների իմաստն, նստարաններ ամենուրեք եւ աղբամաններ, որը շատ լավ են կողմում էլ ասեք կարուսել է երեխաների համար, այս էլի բիսեդկա, տաղավար հայերեն ժողովուրդ ջան, ուղղակի մենք սովոր ենք, չէ, բիսեդկա բառը, ինձ թվում է այդ մեր մանկուց այդ բառը շատ ենք օգտագործել, ոնց որ հարազատ է մնացել։ Այստեղ տատիկ պապիկները նստած են հովին, այդ հատվածում հովա, որտեղ որ նստել են շենքերի մեջ է։ Ինչ ժամանակ ես հիշում եմ հողոտ, հողեր ամբողջ է, այսպես չէր։ Ու մնում է, որ սա պահպանեն այս սիրանությունը։ Չնայած աղաքին տարիներ է սա արել են, ուղղակի երևի ես կամ այս կողմերը չեմ եկել, կամ չեմ նկատել։ Երևի չեմ եկել այս կողմերը։ Այսպես կարուսել է կարուսված իսկ կողմեն են մեծահասակները չգիտեմ ինչ են անում ուտում են հետ եմ դառնում արդեն փոքր է շատ իսկ այդ լողավազանը ինձ թվում է երեխաների ուրախությունն է իհարկե ասացի ձեզ հետ էլ կիսվեմ բավականին տաք է այստեղ ճիշտ է քամի կա բայց լավ շոգ է Այն պապիկը հանեց երեխաներին ջրի միջից, ահա, այն մեկը մտել ու մաքրեց լողավազանը, բայց այստեղ էլ նկարած է գրված է, որ չի կարելի լողանալ, ասեց հերիքա լողանակ, արդեն դուրս եկեք, երեխեքն էլ դուրս եկան։ Ես գիտեմ, որ շատրվանների տեղերում չի կարելի լողանալ, շոկա մտնում լողանում են ուրիշ բան չեն անելու այն կողմն էլ երևի բեքենաներ ա որ վատթիթով են տալիս նստած սպասում ենք տղան եթա վերջացնելու որ գնանք տուն կարևորը մաքուր կոկիկ ամեն ինչ Թե օրորվեմ կամիներից վաղուց անցացի նորերից Թե փողոցից փողոց անցնեմ մտնեմ երկով սարքած այգիս Կամ էլ մեր տուն գնամ ու դուրս նայեմ քեզ կտեսնեմ պատուհանից Երևան Սիրելիներս արդեն տուն ենք վերադարձել, մի փոքր նստեցինք այգում, մամայիս հետ էինք ասեցի գնացել էինք, նստեցինք, հանգստացանք ու տուն վերադարձանք, ասեցի խանութում, որ չթողեցին նկարել,
Մի փոքր իհարկե բարկացա, արկանալը որն էր, վրդովեցի փոքր ինքս ինձ, որ ինչի չեն թողնում, չգիտեմ, պատճառն ինչ է, խանութներ կա, որ աննպատակ տեղը չեն թողնում, որ նկարես, դրանից ոչինչ չի փոխվում, հակառակ խանութ կա, որ շատ ուրախ է լինում, որ նկարում ես, որովհետև դա մեկ անգամ եւս գովազդ է, անվճար գովազդ է իրենց համար, բայց ինչևից է, իրենց խանութը չթողեցին, ես էլ թողեցի, բարկացա ու դուրս եկա իրենց խանութից։ Խոսքով եկել ենք տուն ու ուզում եմ մի փոքր զրուցենք, ավելի ճիշտ սեր հարցերին պատասխանեմ, քանի որ հարցեր էին կուտակվել, սկսած իմ բարիատրիկ վիրահատություն օրվանից, վիդեոից, միջև որ գնացինք Նոյի այգի միջև այդ ժամանակը, մի խոսքով այդ ընկած ժամանակահատվածում մի փոքր շատ քիչ հարցեր էին ձեզ մոտ առաջացել, ես ուզում եմ, որ ինչքան հնարավոր է պատասխանեմ ձեր հարցերին սիրելիներս, իհարկե էլի չեմ նշի հարցատուի անուն ազգանունը, որովհետև մարդկա կարող է չի ուզում, որ իր անունը հնչի ու բացի հարցերից ուզում եմ երկու մեկնաբանություն էլ կարդալ ու կասեմ ինչի եմ կարդում այդ մեկնաբանությունները ժողովուրդ ջան, սկսեցինք։ Ուրեմն բարիատրիկ այստեղ սկրինշոտ եմ արել, որ ավելի հիշեմ պատասխանեմ ձեր հարցերին։ Բարիատրիկ վիրահատության ժամանակ, այդ վլոգի ժամանակ, երբ որ ես խոսեցի, որ կատարել եմ բարիատրիկ վիրահատություն ու իդեպ այս վլոգը վաղը դուրս կգա ամսի 2-ին օգոստոսի ու ամսի 2-ին կլրանա 1 ամիսը։ Ու ինձ շատ լավ եմ զգում ասեմ ու շնորհակալ եմ բոլորիցդ, ովքեր լավ խոսքեր էին գրել, չնայած կարելի ասել համարյա թե 100%-ը բոլորը լավ խոսքեր էին գրել, առողջություն էին մաղթել, շնորհակալ եմ շատ լավ եմ զգում ինձ, իհարկե բժշկի խորհուրդները ես պահպանում եմ, բայց իրոք շատ լավ եմ զգում, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ու գրել էի կարող եք ասել վիրահատությունը ինչ արժե։ Վիրահատությունը որպես ես մոտավոր կասեմ, որովհետև հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև միայն վիրահատությունը չի, մինչ վիրահատությունը այնտեղ անալիզներ, տարբեր հետազոտություններ, պետք է անցնես տամոքսիզնում, տարբեր տեսակի անալիզներ, մի խոսքով տարբեր տեսակի բուժզննություն պետք է անցնես մինչ վիրահատությունը։ Դրա համար ես մոտավոր ու դրանից հետո էլ վիտամինների ընդունում, դեղերի ընդունում, մի խոսքով այդ ամեն ինչը գումար է ու մի հատ կալորիկ գումար է կազմում այդ ամեն ինչը ժողովուրդ ջան ու ես մոտավորապես կասեմ, մոտավորապես 1.700.000-ից մինչև 2 միլիոն այդ ամբողջը իրար հետ արժենում է, որովհետև ասեցի էլի եւ անալիզներ եւ վիրահատությունից հետո շատ դեղեր, 1 ամիսը լրանա, պետք է նորից անալիզ հանձնես, դա էլ առանձին գումար է ու դրանից հետո երևի էլի վիտամիններ, չգիտեմ դրանից հետո ինչ կնշանակեն, իսկ մինչ այդ ընդունում ես եւ վիտամինների կոմպլեքսը եւ տեղորայք, որը նշանակում է բժիշկը։ Խոսքով մոտավորապես 1.700.000-600.000-ից մինչև 2 միլիոն արժենում է ամբողջ այդ վիրահատություն, տեղեր եւ մնացած իր բոլոր հետևանքները։ Դա պատասխանեցի ձեր այդ մի հարցին սիրելիներս։ Անցնենք հաջորդ հարցին։ Բաժանորդուհին գրել է, որ շնորհակալ ենք, որ անկեղծ եք եղել մեզ հետ, ես ասել եմ, որ մենք միշտ անկեղծ ենք եղել ու շարունակում ենք ինչքան հնարավոր է սիրելիներս ձեզ հետ անկեղծ իհարկե լինել, որովհետև մենք ձեզ հարգում եւ գնահատում ենք բոլորիդ սիրելիներս եւ կասեք ինչեր էլ չեք ուտում։ Ես կասեմ ես 1 ամսվա, որովհետև հետո չգիտեմ ես ինչ եմ ուտելու, քանի ամիս հետո ինչ եմ կարողանալու ուտեմ, մի խոսքով ես կասեմ հիմա ես 1 ամսվա ընթացքում ես ինչ եմ ուտում։ Ուրեմն վիրահատության օրը անգամ ջուր չես խմում, չես ցանկանում ասեմ ես ես,
Մյուս օրը բժիշկը թույլատրեց նախապես ասեմ ժողովուրդ ջան, որ տարբեր բժիշկ, տարբեր սննդակարգ է տալիս, ես ասում եմ այն, ինչ ինձ են թույլ տվել։ Մյուս բժիշկների հիվանդները կարող են այլ բան ասել, ես չգիտեմ, մի խոսքով ես ասում եմ այն, ինչ իմ բժիշկն է թույլ տվել ինձ, ինչ ես անցել եմ դրա միջով։ Մյուս օրը ամբողջ օրը միայն կարողանում ես ջուր խմել, այսինքն չես կարողանում խմել, բայց ստիպված պետք է խմես։ Միայն ջուր են թույլատրում խմել։ Ես երրորդ օրը ինձ դուրս գրեցին, այդ օրը թողեցին ես խմեմ ինչքան որ հնարավոր է, որը շատ քիչ ես խմում ըմպելի յոգուրտ ու տանը այդ մեկ շաբաթ 10 օրը խմել եմ ըմպելի յոգուրտ, ջուր, անպայման 1.5 լիտրից մինչև 2 լիտր ջուր պետք է խմես եւ ըմպելի յոգուրտ, այսքան յոգուրտը փոքր մասերով պետք է խմես, որովհետեւ միանգամից չես կարողանում խմել։ Ես խմեցի, բժիշկն ասեց, կամ կամպոտ, կամ ջուր, կամ իրար հետ միասին գոնե 1.5 լիտր պետք է լինի բալի կոմպոտ եմ խմել, համարյա առանց շաքար, դա ավելի ինձ, չգիտեմ, դուր էր գալիս, քան ջուրը, ջրից մի փոքր վատ է զգում, ու ասեմ անհատականը տարբեր մարդ, տարբեր ձև է հետևանքները տանում, ես այդպես եմ եղել, վատ չեմ եղել, շատ նարկոսից դուրս եմ եկել, շատ լավ եմ ինձ զգացել ժողովուրդ, կներեք, ոչ մի սիրտխառնոց չեմ ունեցել ես, բայց մարդ կա, որ իրոք սրտխառնոց է ունենում, բայց ես չեմ, միայն ջուր խմելուց եմ ունենում, ասեմ ես ձեզ։ Իսկ 10 օր հետո, երբ որ արդեն գնացինք նորից բժշկի մոտ, արդեն փոխեց սննդակարգը, փափուկ խյուսեր, խնձորի խյուս կլիներ, պյուրեներ, ջրիկ, իհարկե ջրիկ, թույլ եփած ծու, շատ թույլ եփած ծու, այդպիսի էլի հեղուկի հետ իհարկե միասին, դա էլ մեկ շաբաթ էլ այդպես, հիմա ուտում եմ բրինձ եփած, բայց լավ ծամելով, հնդկաձավար եփած, շատ լավ ծամելով, ապուրներ, հավի տավարի մսի արգանակ, դա մեկ շաբաթվա մեջ արդեն կարողանում էի ընդունել, խոսքով այդպիսի բաներ եմ դեռ ուտում, հիմա մեկ ամիս հետո որ գնամ զննության, անալիզների ավելի ճիշտ, արդեն չգիտեմ կարող է և թույլ տա կոշտ ուտելիք թույլ չեն տալիս առայժմ, կարող է արդեն թույլ տա կոշտ ուտելիք, այդ ժամանակ ձեզ հետ անպայման նորից կկիսվեմ սիրելիներս։ Մի խոսքով սիրելիներս առայժմ այդպիսին է իմ սննդակարգը, իհարկե սննդակարգից հանում ենք հացը, քաղցրը, իսկ հետագայում ինչ արդեն կավելացնի, եթե ձեզ հետաքրքրի, ես նորից կկիսվեմ իմ սննդակարգով, սիրելիներս, ասեմ, որ կատարել եմ նորից հիշեցնեմ, որ կատարել եմ Շենգավիթ բժշկական կենտրոնում, բժիշկ Սևակ Շահբազյանի մոտ, որ բացի արտակարգ բժիշկ լինելուց, նաև արտակարգ մարդը։ Դա էլ բարի այս հարցին պատասխանեցի, ինչ եմ ուտում, խոսքով այդքանն եմ ուտում, շատ բան չեմ ուտում, ասեմ ես ես, ու ամենակարևորը, որ այստեղ ավելի հաճախակի ես ուտում ու շատ քիչ բաժիններով, չափաբաժիններով իհարկե։ Հիմա ուզում եմ անցնել մյուս մեկնաբանությանը, ժողովուրդ, սա հարց չի, մեր բաժանորդուհին իր սրտի ցանկությունն է հայտնել, անչափ շնորհակալ եմ ժողովուրդ ջան, բոլորիցս սիրելիներս, ուզում եմ այս մեկնաբանությունը ապացուցում է մեկ անգամ եւս, թե ես ինչքան լավ ու բարի մարդկանցով եմ շրջապատված, անչափ շնորհակալ եմ սիրելիներս ու շնորհակալ եմ Աստծուց, որ իմ բաժանորդները իմ բարեկամները այդքան լավն են սիրելիներս։ Մեր բաժանորդուհին ապրում է Շենգավիթ բժշկական կենտրոնի մոտ ու իր օգնություններ, որ գոնե
ինչ-որ մի բանով կարող է ինձ օգնել։ Իհարկե ես արդեն տուն էի վերադարձել, նոր էի հրապարակել, որ բարիատրիկ վիրահատություն եմ կատարել, արդեն հիվանդանոցում չէի, դրա համար ոչինչ չեմ պատասխանել բաժանորդուհուն, բայց ուզում եմ այս նամակն էլ կարդալ, որ չգիտեմ, որ մեկ անգամ եւս ասեցի ապացուցումը, որ ինչքան լավն են մեր բաժանորդները, բոլորդ սիրելիներս։ Սա նախկինի շարունակությունն է գրել, բարի օր, բարի առավոտ, նախկին վլոգում նշել էի, որ ապրում եմ Շենգավիթ բժշկական կենտրոնի հարևանությամբ, որ իմանայի հաստատ կայցելեի։ Իսկ եթե այդ պարագայում ձեզ ցանկալի չէր լինի, այսինքն ես կարողա ինձ վատ զգայի, տեսեք ինչքան նրբանկատ է, նույնիսկ դա է, չգիտեմ, խոսքեր չեմ գտնում իմ շնորհակալությունը հայտնելու։ Իսկ եթե այդ պարագայում ձեզ ցանկալի չէր լինի, կուղարկեի ծաղիկներ։ Ինչևէ, արդեն անիմաստ է, կարևորը ամեն ինչ լավ է, թող լինի ձեր ուզածով։ Սիրելի բաժանորդուհի ջան, անչափ շնորհակալ եմ, ես շատ ինչպես միշտ ասել եմ, մենք գնահատում ենք ձեր ամեն մի խոսքը, ամեն մի, չգիտեմ, արարքը։ Անչափ շնորհակալ ենք բոլորիցս սիրելիներս։ Հիմա անցնենք մյուս ամենաշատ տրվող հարցի ժողովուրդ ջան, որովհետև մի քոքի չի այս հարցը տվել բազմաթիվ, երևի ամեն հոլովակի մեկնաբանության մեջ, երևի մի 4, 5, 6, չգիտեմ, շատ հոգիներ, որ այս հարցը ուղղել են, այս հարցը, Էմա ջան վիդեոյի մեջ սիրո երգը, ով է երգում։ Իմ սիրելի բաժանորդներ ջան, ես բազմիցս եմ ասել, երևի, չգիտեմ, ուշադիր չեք եղել կամ չեք նայել այդ տեսահոլովակը, վիդեոն, որ չունի հեղինակ չունի, տվյալ երգը ստեղծված է արհեստական բանականությամբ։ Անկեղծ ասած, ես ընդհանրապես այդքան չեմ լսում արհեստական բանականությամբ երգեր, որովհետև շատ չես կարող լսել, 1-2 անգամ լսում ես, արդեն հոգնում ես։ Հոգնելը չես հոգնում, բայց անկեղծ չի լինում շատ լսել։ Իսկ այս պարագայում, երբ որ դու վիդեոյի մեջ ես տեղադրում, նախ հաճելի է լսելը, երկրորդը դա մեզ շատ հարմար է, միայն ինձ չէ, մեր բոլոր վլոգերներին շատ հարմար է, քանի որ գիտեք, եթե երգ ես գցում հեղինակային իրավունքների խախտումը ու YouTube-ը արգելափակում է, քո վիդեոն ջնջում է, ավելի չի թողնում մոնետիզացիան միանա։ Իսկ այս դեպքում ոչ մի դու հեղինակ, քանի որ երգը չունի, հեղինակային խախտում չի լինում ու կարողանում ես դու համ գեղեցիկ երաժշտությունը հնչում քո վլոգում, համ եւ կարողանում ես դու տեղադրել վիդեոն։ Դրա համար շատ օգնում է վլոգերներին այս տարբերակը, արհեստական բանականությամբ ստեղծված երգերը։ Ցավոք շատ են, ես ինչի եմ ասում ցավոք, որովհետև չնայած լավ երգը, լավ երգիչը չի ետ մղվում հաստատ, միևնույնն է արհեստական բանականությամբ ստեղծված երգերը տարբերվում են ու հաստատ չեն գերազանցի լավ երգչին, լավ երաժշտությանը։ Սա էլ էս պատասխանը, որ սիրելի ժողովուրդ ջան, սիրելիներս արհեստական բանականությամբ ստեղծված երգեր են, եթե ես մյուս անգամ երգը հիշեմ, կթողնեմ հղումը, դուք կարող եք լսել, արհեստական հեղինակ չունի։ Մեկը չէ, երկուսը չէ, երեքը չէ, շատ էիք հարցրել ես, հարցի շատ էիք հարցը տվել։ Մյուս ու շատ շնորհակալ եմ, որ հավանում եք երաժշտությունը իմ ամեն դեպքում ինչ է որ ինձ դա դուր գալիս, մտածում եմ, որ այդ պահին հարմար է այդ տեսարանը, այդ պահը հարմար է, ես տեղադրում եմ ու անչափ շնորհակալ եմ, որ ձեզ էլ է դուր գալիս, մեր ճաշակները իրար համընկնում են։ Այս մեր մյուս բաժանորդուհին դա է գրել, որ Էմա ջան, ուրախ եմ, որ հայրենիքում կրկին մեզ ձեզ հետ տանում եք պտտվելու,
Շատ շնորհակալ եմ։ Այնպիսի բարձր ճաշակ ունեք թե ձեր խոսքի մեջ, թե երաժշտության մեջ։ Անչափ շնորհակալ եմ սիրելիս։ Բարևեք մայրիկին եւ քույրիկին, անպայման Գագոյին առանձնահատուկ ողջույն առողջ եղեք։ Անչափ շնորհակալ եմ, Գագոն բոլոր մեկնաբանությունները կարդում է ժողովուրդ ջան ու անչափ շնորհակալ ենք իհարկե բոլորիցդ։ Անցնենք հաջորդ հարցին սիրելիներս։ Հաջորդ հարցը, որ գնացել էինք Նոյի այգին, բաժանորդուհի գրել էր Հայաստանում է, այո, Հայաստանում է ու ուզում եմ միանգամից մյուս հարցին էլ պատասխանեմ, շատ-շատերդ հասցեն էիք ցանկացել, կոնկրետ հասցե մեզ չէր տալիս, խոր վիրապի հարևանությամբ, այդպես էլ իրենց սայթում է անգամ նշվում, խոր վիրապի չհասած խոր վիրապ, որ այդ ճանապարհով գնում եք, պետք է աջ թեքվեք, որ գնաք վանքը, հենց այդ ճանապարհին երևում է, հաստատ տեսնելու եք, այդպես էր նշված խոր վիրապի ճանապարհին ժողովուրդ ջան, չուներ, հասցե չկար, մենք էլ չենք կարողացել կոնկրետ հասցե գտնենք։ Մյուսը որ գրել էիք, իհարկե հարց չէ, մի քանի մեկնաբանություններ հարցեր չեն, բայց ամեն դեպքում շատ էին մարդիկ բաժանորդները գրել, ես էլ սկրինշոտ եմ արել, ամեն ինչ հրաշալի էր, բայց շատ ափսոս, որ ծառեր չկային, հույս ունեմ ապագայում ծառեր կլինեն, հա, ծառեր չկային, ծաղիկներ էին, մի բաժանորդուհի գրել էր վարդ չեմ տեսել, վարդ չկար սիրելիներս, դրա համար ասում եմ, որ ցերեկվա ժամին գնալը անիմաստ է, մանավանդ այս շոքին, ամառվա շոքին, որովհետև ծառ չկար, արևի տակ եք լինելու, իսկ մեր գնացած ժամը, մենք ինչքան գիտեմ ժամը 6-ին էին գնացել, շատ ավելի լավ էր, իրոք, ու մնացել ենք համարյա միջև փակվելը, շատ հաճելի էր, ամեն դեպքում հաճելի էր, մյուսը գեղեցիկ է տեսականին քիչ է, հա, բաժանորդուհին գրել էր, որ շատ գեղեցիկ այգի է, բայց ծաղիկների տեսականին քիչ է, այո, Տոմսի գինը ասեք խնդրում եմ, այս հարցն էլ էին շատ բաժանորդներ տվել, հարցրել, դրա համար կպատասխանեմ նորից, ուրեմն մինչև 12 տարեկան երեխան 3000 դրամ արժեր, 12 տարեկանից բարձր արժեր 5000 դրամ, այնտեղ առավելություններ կար 2 երեխայի դեպքում 1 տոմս, դա հաստատ չեմ կարող պատասխանել, բայց որ մինչև 12 տարեկան երեխան 3000 էր, մինչև 12 տարեկանից բարձր 5000, ու իդեպ վաղը օգոստոսի 2-ն է ու օգոստոսի 2-ին ինչ-որ զեղչեր էր դրված 4000 դրամ արժեր 5000-ի փոխարեն, եթե կհասցնեք կարող եք գնալ, եթե ցանկանում եք, իսկ թվում է զեղչեր լինելու են, որովհետև բոլորը մեծամասնությունը գրել էր, որ թանկ, այո, թանկ, գոնե պետք է լիներ մեծերը 3000, փոքրերը ավելի քիչ, ինչևից է դայագինը, բայց երևի կվերանայեն, ինձ թվում է կվերանայեն։ Ահա, անցնենք հաջորդ հարցին, տեսնեմ հարցա թե ոչ, որովհետև համ հարցը համ բոլորը միասին եմ, հարցը մեր բաժանորդուհին գրել է բարև Էմա ջան, ինչպես ես, շնորհակալություն շատ լավ եմ, կասես այգու ման գալու համար, այսինքն տեսնելու համար, ինչքան ժամ է հարկավոր։ Այգին բավականին մեծ է, փոքր չի այգին, ասեմ, որ կախված է մարդուց դա, և կարող է մարդ կա 10 րոպեում արագ նայի դուրս կա, մարդ էլ կա կարող է դանդաղ նկարվելով, սիրուն նկարվելու տեղեր է ժողովուրդ, ով սեր ունի նկարվելու հետ, կարող է այցելել, շատ հարմար կլինի իրեն, մենք մոտ 2.5 ժամ, երևի ավել, 3 ժամ, այնտեղ որտեղ սրճարանել ենք նստել, սրճարանել կար, ես ու քույրիկս էինք իհարկե, մոտ 3 ժամ մենք պտտվել ենք այգում,
պտտվել ենք ու շատ հաճելի էր, ասեմ ձեզ, հաճելի էր շատ արևի մայր մտնել, արևամուտը, խոսքով շատ հաճելի էր, հով էր, քամի էր, մենք 2-3 ժամ համարյա մնացել ենք, իհարկե այդքան չենք պտտվել, նստել ենք, նկարվել ենք, սրճարանում ենք նստել, 3 ժամ։ Մեզ դա անհատականը սիրելիներս, քանի որ մարդ կա կարող արագ դուրս գա, մարդ էլ կա, որ մեր նման կարող է եւ ժամերով պտտվել։ Խոսքով 1 ժամը գոնե պետք է պտտվեք, նայեք, նստեք, նկարվեք, չգիտեմ, ամեն դեպքում հաճելի վայր էր։ Մեկ անգամ կարելի է այցելել, ասեմ ձեզ։ Մյուս հարցը, շատ գեղեցիկ ասվում է այգու մասին, իսկ եթե խնդրեմ նման գեղեցիկ կասեք մուտքի գինը իսկ ձեզ բարի ու անկրկնելի ժամանց։ Արդեն պատասխանել եմ սիրելիս, անչափ շնորհակալ եմ աղթանքների համար, ձեր հարցին արդեն պատասխանել եմ, անցնենք հաջորդ հարցին։ Հարցրել էիք, բայց սումերը ոնց կլինի, անկեղծ չգիտեմ։ Երևի մտածել են արդեն, մեկ բաժանորդուհի գրել էր թող ձմեռնել, ձյունե ինչ-որ բան պատրաստեն, ձնեմ, չգիտեմ, երևի մտածել են իրենք ձմեռվա համարել, ինչ-որ մի բան կլինի, ինձ էլ հետաքրքիր կլինի, իմանալը, թե ինչ էին արեց, ինչ են անում ձմեռը, իհարկե ձմռանը այստեղ չեմ լինի, բայց ամեն դեպքում երևի կհետևեմ, կտեսնեմ ձմռանը այգին ինչ եղավ։ Ամեն դեպքում, եթե այդպիսի հրաշքայգի են կառուցել, հաստատ ձմեռվա մասին են մտածել։ Անկեղծ ուզում եմ կարդամ հաջորդ մեկնաբանությունը, նորից հարց չի, ուղղակի մեկնաբանությունը, ուզում եմ ձեզ հետ եմ կիսվել նման գեղեցիկ մեկնաբանության հետ։ Էմա ջան, որքան լավն եք, շնորհակալ եմ շատ։ Ձեզ երբևէ չճանաչելով հանգստություն, հաճելի զգացողություն եմ ունենում ձեզ դիտելիս, անչափ շնորհակալ եմ նորից։ Ինձ թվում է ձեր գեղեցիկ ժպիտի տակ այնքան բան կա թաքնված, հզոր մարդիկ են լինում այդպիսին։ Կուզեմ լինեմ սխալված, համենայն դեպս այդպես եմ զգում, ուզում եմ ներքուստ միշտ լինեք ուրախ, այնքան որ անկախ ձեզանից փոխանցեք ձեր նման լավ մարդկանց։ Հենց այնպես չնշեցի լավ բառը։ Ես 60 տարեկան եմ, եթե իմ թանկ ժամանակը տրամադրում եմ, ուրեմն այդքան կաք։ Գրկում եմ ձեզ, եթե այսուհետ գրեմ դույով, վիրավորանք չընդունեք։ Բնավ, թանկագինս, ուրեմն իմ սրտի մարդկանցից եք։ Իսկ իրենք պարտադիր լավն են բոլոր առումներով։ Գրկում եմ ձեզ անչափ լավ օրեր, գրկում եմ ձեզ անչափ լավ օրեր, այո իսկապես ձեր գալուն պես ամառը եկավ, դա երբ նոր է եկել, քարերի սիմֆոնիա որ գնացել ենք, այդ վլոգի տակ էր գրել, անչափ շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար, շատ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար, մեկ անգամ եւս շնորհակալ եմ բոլորիցդ սիրելիներս։ Նաև հարցրել էիք, որ նախ գրել էիք, որ շատ ճաշակով երաժշտություն է, շատ լավ ընտրություն եք կատարում, նորից մեկ անգամ եւս շնորհակալ եմ ու գրել էիք ով է ընտրում երգերը, ես մեկ անգամ պատասխանել եմ այդ հարցին ու եւս մեկ անգամ էլ կպատասխանեմ, որ երգերի ընտրությունը հիմնականում կատարում եմ ես, ընդհանրապես նկարում եմ ես եմ նկարում, մոնտաժը ես եմ անում, ես եմ նորից կատարում, երաժշտության հարցում ես եմ հիմնականում, երբ որ հիմա իհարկե ամբողջը իմ ուսերին է դրված, այս եւ նկարահանումը եւ խոսալը, մի խոսքով ամեն ինչ է, որովհետեւ մենակ եմ այստեղ, իսկ ընդհանրապես Գագոյետ իհարկե իմ ամուսնու հետ խորհրդակցելով բնականաբար, բայց հիմնականում երևի կարելի ասել 90%-ով ես եմ ընտրում երգերը ու անչափ շնորհակալ եմ մեկ անգամ եւս ու ուրախ եմ, որ բոլորի դուր է գալիս սիրելիներս։ Շատ ուրախ եմ։
իրոք։ Սիրելիներս, այսօր այսքանն էին եւ հարցերը եւ սկրինշոտ արած մեկնաբանությունները։ Մինչ ձեզ հրաժեշտ տալը, ուզում եմ, որ քանի որ որոշ ժամանակ ես նորից վլոգներ չեմ տեղադրել, կխնդրեի, որպեսզի լայքեիք իմ վիդեոները, գրեիք որևիցե մեկնաբանություն, թեկուզ ինչ-որ սմայլիկ, որպեսզի իմ ալիքը ակտիվանա։ Ու անչափ շնորհակալ եմ ձեր դիտումների, իհարկե ով մեկնաբանություն է գրում, շատ շնորհակալ եմ, ես կարդում եմ ու յուրաքանչյուրի անհատական իհարկե ես պատասխանում եմ մեկնաբանությունների, լայքերի, դիտումների համար անչափ շնորհակալ եմ բոլորիցդ ու ուրախ եմ, որ դուք մեր կյանքում կաք սիրելիներս, ես շատ ուրախ եմ, որ YouTube-յան ալիք եմ բացել ու շփվում եմ նման լավ մարդկանց հետ։ Երևի ավարտեմ այսքանով այս վլոգը, լավ եղեք, առայժմ ես Հայաստանում եմ սիրելիներս, իհարկե վլոգները շարունակվելու են, գնալու ենք լավ տեղեր, այս տարի մի տեսակ ուզում եմ գնամ այնպիսի տեղեր, որ կամ շատ վաղուց եմ եղել, կամ չեմ եղել, աշխատում ենք նման տեղեր գնալ, նման վայրեր գնալ ու ձեզ սպասվում են լավ հետաքրքիր վլոգներ ուսով եմ, լավ եղեք, բաժանորդագրվեք, ով դիտումը առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և այսքանով երևի վերջացնեմ վլոգում, լավ եղեք, առողջ եղեք սիրելիներս ու ինչպես միշտ ձեզ ցանկանում եմ, որպեսզի մնաք բարյավ ու խաղաղ, սիրում ու հարգում եմ բոլորիդ ու պաչիկներ եմ ուղարկում սիրելիներս բոլորիդ